ողջունեցիք նոր առաջնորդին, չեք վախենում ճնշումներից, որովհետև մենք տեղեկացանք, որ սկսել են ոստիկաններն այցելել տարբեր հոգևորականների, որոնք այսպես չեն միանում իրենց իշխանությունների բարենորոգչական ծրագրին, այսպես կոչված։ Վախը թերավատության նշան է։ Մեր Սուրբ Պողոս Առաքյալն է ասում, սիրելիներ, Քրիստոս ծնավ հայտնեցավ, նախ եւ առաջ։ Վախն էլ թերավատության նշան է։ Բնականաբար մարդկային առումով կարող ես երերալ եւ այլն, բայց ես մշտապես, երբ այս հարցերը առաջացան, մեր հավատավոր հոտին ասել եմ, որ իմ շահը Աստծո շահն է լինելու, մեր առաջնորդը Աստված է եւ երկիրը իր Սուրբ եկեղեցին մեր Սուրբ Էջմիածնով հասկնդիր գահակալով բոլոր եկեղեցական խնդիրները պետք է եկեղեցուց ներս լուծվեն, անկախ դրանից դրանք շատ են, քիչ են, արդարացի չեն, 1700 տարի այդպես է եղել եւ մենք պետք է այնպես անենք, որ մեր ժառանգություններին ներկայացնելու բան ունենանք։ Ի վերջո հիմա մահվան վտանգ չունենք, ճիշտը խոսենք, վախեցնում են, թող վախեցնեն, ինչ ասենք, իրենց գործն է։ Տեր հայր, ամեն դեպքում մենք տեսանք, որ համայնքի մյուս հոգևորականները մի քանիսը նրանցից բացահայտ աջակցեցին նախկին թեմակալ առաջնորդի այս բարենորոգչական, այսպես կոչված օրակարգին, իշխանությունների օրակարգին։ Դուք առիթ ունեցել եք զրուցել ձեր նախկին ծառայեկից եղբայրների հետ, որոնք այս պահին այսպես կարծեք ընթվզման ակցիա են անում, որովհետև գիտեմ, որ դուք համայնքում սիրված հոգևորական եք։ Ձեզ օրինակ լսել են իրենք ինչ են փոխանցել։ Ճիշտն ասած առիթ չի եղել, իրենք խուսափում են այդպես հանդիպումներից էլ, գիտեմ, որ մի մասը ովքեր կանխայտ այստեղ դե պատարակել են մեզանից տեղյակ եք, դրանից հետո այսպես մեկուսի են եղել, առիթ չի եղել, իրենց համար են գաղութում, որ եթե մտածում են արդարության համար են պայքարում, ցավիսեր սխալվում են։ Տեսեք, հիմա մեր սիրելի ժողովուրդն էլ շատ հաճախ մտածում է, թե հոգևորականները քաղաքականությամբ են զբաղվում։ Մոռանալով, որ եթե քաղաքականությունը իշխանությունն էլ քաղաքականության մի մաս է, մեր շահը այդ պատճառով ասում, միայն եւ միայն Աստծո շահն է, Սուրբ եկեղեցու շահն է, գործել ենք եւ գործելու ենք այդպես։ Եվ դրա տակ թաքնվելով իբր որոշ հոգևորականներ քաղաքական ինչ-որ խոսույթ կամ քարոզ են անում, արդարացնելով իրենց այս խոտելի ընթացք, միայն իրենց վախն են ցույց տալիս, որովհետև իրենք հստակ երաշխիքներ են ստացել ուժային մարմիններից, իշխանություններից, որ ապահովվածության մեջ են լինում։ Ի տարբերություն մեզ, վախկոտն ու անվախը թող ժողովրդի համար հստակ լինի։ Կանալի, շնորհակալ եմ զրույցի համար, օրհնաբեր ծառայություն ձեզ։ Աստված օրհնի ձեզ եւ Տիրոջ փառքը, այդ ծառայությունը ուղղված է Տիրոջ փառքին։ Առաջի օրվանից մենք ասել ենք, ելնել պահապան ձեզ։ Ապրեք բոլորիս։